Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիա, թուրքագետների, փորձագետների գնահատականն է։ Հատկապես վերջին տարիներին բանագնացների ֆորմատով հայտարարությունները հենց դրա մասին են վկայում։ Բազմաթիվ անգամ է խոսք գնացել օրինակ Անիի պատմական կամրջի նորոգման մասին, ինչը չունի լոգիստիկ, սակայն ունի սիմվոլիկ նշանակություն։ Թուրքերը լավ են տիրապետում հայ ժողովրդի վրա ազդելու տեխնոլոգիաներին, հատկապես էմոցիոնալ առումով։ Այդ մասին խոսվել է հայ-թուրքական կարգավորման նախորդ գրեթե բոլոր փուլերի ժամանակ, երբ որ ակտիվացել է հայ-թուրքական շփումները, լինեն դա 90-ականներին, 2000-ականներին, թե 2010-ականներին, անպայմանորեն Անիի պատմական կամուրջի վերանորոգման հարցը որպես սիմվոլիկ հայլ եկել է օրակարգ։ Թուրքիայի փոխնախագահ Ելմազը ըստ թուրքագետ ինչ-որ դրական մեսիջ պետք է հաղորդեր Երևանում եվրոպացի չինովնիկների ներկայության ընթացքում։ Եվ ահա Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրությունը։ Փոխնախագահ Ելմազը չէր կարող դատարկաձեռն գալ Հայաստան։ Այս ամենը կարող է ամփոփվել մեկ բառակապակցության կամ ասացվածքի մեջ՝ լեռը մուգ ծնեց։ Վստահաբար թուրքական իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել, դրական մեսիջներ հղել հայկական հանրության որոշակի շրջանակներին, մոլորեցնելով նրանց, որ ահա դրական քայլեր են արվում։ Նույնիսկ մասնագետ էլ պետք չի լիներ, որպեսզի նայենք մի փոքր խորք եւ տեսնենք, որ դրանք իմիտացիոն քայլեր են, դրանք ոչ մի բան չտվող քայլեր են եւ թուրքական հաշվարկը հետեւյալն է. նրանք կանեն ժեստեր, ռևերանսներ կամ դրական մեսիջներ Հայաստանի ընտրություններին ընդառաջ, միայն այնքան, ինչքան որ չի վնասի իրենց խորքային քաղաքականության։ Ահա այսպիսին է թուրքական դիվանագիտությունը, երբ Էրդողանի փոքր եղբայր Ալիևը Ստեփանակերտում պայթեցնում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, հայոց ցեղասպանության հուշարձանը։ Այդ ֆոնին թուրքերը Երևանում շտապում են Անիի կամուրջը նորոգելու, վերականգնելու համաձայնագիրը ստորագրել տալ։ Այսինքն իրականությունը շարունակում է մնալ հակահայկական, շարունակում են քանդվել, պայթեցվել եկեղեցիներ։ Թուրքական կողմը հայ հասարակությանը մանիպուլացնում եւ մոլորեցնում է նաեւ Անիի մայր տաճարի իբրև թե նորոգման առումով։ Պատմաբան թուրքագետներն են փաստում, թուրքերը Անիի մայր տաճարը պաշտոնապես թուրքական փաստաթղթերում ներկայացնում են որպես մզկիթ։ Կոչվում է, եթե չեմ սխալվում, Ֆեթիե մզկիթ, այնպես որ խոսել բարեկամության դրական քայլերի մասին եւ աղաղակող հակաքրիստոնեական քայլ անել մայր տաճարը մինչեւ այսօր ներկայացնել որպես մզկիթ, դա չեմ կարծում, որ համապատասխանում է այդ դրական հարաբերությունների տառին եւ ոգուն։ Տարիներ շարունակ Թուրքիան եւ Ադրբեջանը վարում են փոխկապակցված քաղաքականություն, այսինքն Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերություններով, եւ երբ հայտարարվում է, թե Թուրքիան զիջումներ կանի միայն սիմվոլիկ քայլերի կոնտեքստում, կամուրջի նորոգում, հայ-թուրքական սահմանի բացում, իրականում ըստ քաղաքագետների վերլուծաբանների Թուրքիան քայլեր չի անի մինչև Հայաստանը Ադրբեջանի բոլոր նախապայմանները չկատարի։ Սրա վրա շակից կախված է եղել աղճապակից մի հատ հսկա չար։ Քաղաքագետների դիտարկմամբ Թուրքիան իր քաղաքականության մեջ ունի կարմիր գծեր, որոնք ըստ էության մնում են անփոփող, եւ որքան էլ լինեն ճնշումներ, հայտարարություններ, այդ երկիրը մնում է այդ կարմիր գծերին հավատարիմ։ Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, պետք չէ հասարակությանը մոլորեցնել ցանկալին իրականության տեղ դնելու մոլուցքով տարված։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։